Որտեղ են Խաչատուրյան քույրերը հոր սպանությունից 8 տարի հետո։ 2018 թվականին Մոսկվայի բնակելի շենքերից մեկից ոստիկանությունը ազանգ էր ստացել, որտեղ ասվում էր, որ շենքում աստիճանների վրա մահացած տղամարդ կա։ Զանգողը սպանվածի 3 աղջիկներից մեկն էր։ 3 աղջիկներից, որոնք միասին դաժան կերպով սպանել էին հորը։ Այս մարդու ընկերները, ծանոթները, հարազատները, բոլոր այն մարդիկ, ովքեր ճանաչում էին իրան, չէին հավատում, որ Միխայելը, որ իր երեխեքի համար ամեն ինչ անում էր, կմահանար հենց իրանց հասցրած դիտավորյալ հարվածների պատճառով։ Աղջիկները պնդում են, որ հորը սպանել են որպես ինքնապաշտպանության միջոց, բայց ախր սպանել էին քնած ժամանակ։ Ասում են, որ հոգեբանական ու ֆիզիկական բռնության էր ենթարկում, որ շատերի կարծիքով ընդամենը նշանակում է, որ խիստ հայր էր, հայ տղամարդ էր, իսկ աղջիկները, որ մեծացել են Ռուսաստանում, ավելի ազատ էին ու դա բռնություն էին համարում։ Բայց 2025 թվականին դատարանը հաստատեց նաև այն պնդումը, որ հայրը տևական ժամանակ աղջիկներին ենթարկել է սեռական բռնության ու ոչ միայն։ Միխայել Խաչատուրյանին հետմահու մեղավոր ճանաչեցին, բայց ինչ ա փոխվել դրա արդյունքում։ Խոսում ենք Խաչատուրյան քույրերի մասին։ Նորից։